Վահան Գասպարյանը գրում է. Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից դեռ 10 օր էլ չէր անցել, երբ Փաշինյանն ու իր թիմն արդեն երկու կարևոր նախաձեռնությամբ ուրախացրին ինձ։ Այն ժամանակ, երբ Հայաստանում պրոկրեմլյան ընդդիմությունն իր տեղեկատվական փուչիկի մեջ փորձում է գործող իշխանությանը ներկայացնել որպես հակազգային, իրականությունը ճիշտ հակառակն է։ Ինչպես միշտ, առաջին նախաձեռնությունը վերաբերում է Ամիրյան փողոցը հայոց թագավոր Պապի անունով վերանվանելուն։ Սա կարևոր որոշում է, հաշվի առնելով, որ Արսեն Ամիրյանը կոմունիստ, բոլշևիկ և հեղափոխական դաշնակցական էր, որ ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի պետականության կորստի գործընթացում։ Խորհրդային ժառանգությունը ոչ միայն մեր անկախության կորստի վկայությունն է, այլև կոմունիզմի հիմքում ընկած կոսմոպոլիտիզմի արտահայտությունը, որը մերժում է ազգային մտածողության կարևորությունը։ Դա ցանկացած ժողովրդի ուղղակի խեղում է։ Իսկ դրա հակադրությունը Պապ թագավորն է, բնիկ հայկական պետականության խորհրդանիշը, որը կյանքը զոհեց անկախ հայկական թագավորության ամրապնդման համար։ Երկրորդ նախաձեռնությունը վերաբերում է Նավասարդի հին հայկական նոր տարվա վերածննդին պետական մակարդակով։ Այն պաշտոնապես կսահմանվի որպես հայկական ազգային ավանդույթների, մշակույթի և միասնության օր։ Սա չափազանց կարևոր է ազգային հայկական պետության գոյության համար։ Եվրոպայի օրինակով այսօր տեսնում ենք, թե ինչպես ազգային ինքնագիտակցությունից արհեստականորեն զրկված ժողովուրդները արագորեն դուրս են մղվում զարգացում չունեցող երկրներից եկած ներգաղթյալների, իսկ պետությունները անկում ապրում։ Մենք պետք է ավելի խելացի լինենք և դասեր քաղենք ուրիշների սխալներից, այլ ոչ թե կրկնենք դրանք։ Առանց ամուր ազգային մտածողության և ազգային ինքնագիտակցության ցանկացած ժողովուրդ վերածվում է ոչխարների հոտի, որը նախատեսված է միայն գայլերի կեր դառնալու համար։ Ապրեն Փաշինյանն ու նրա թիմը։